10 տիրադավներից Հովնան arczepiskopos Տերտերյանը մասնակցելու է Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսատ ժողովին, հայտարարել է ԱՄՆ արևմտյան թեմի դիվանատունը։ Վեհափառ Հայրապետի հրաժարականը պահանջող եւ Նիկոլ Փաշինյանին միացած 10 բարձրաստիճան հոգեվորականները, որոնք ստացել էին տիրադավ անվանումը, ավելի վաղ հայտարարել էին, թե չեն պատրաստվում մասնակցել Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսատ ժողովին։ Տեսնում ենք տեսլական, որ պետք է փոփոխվի։ Մեր երկրին պետք է նոր ղեկավար, նոր ազգանուն, նոր ձեռագիր, հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է մեր ձևով ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ Այսօր մենք տեսնում ենք, որ առաջի անգամ Հայաստանի պատմության մեջ մենք պետք է ունենանք տնտեսագետ ղեկավարներ, որովհետև մեր երկրի հիմնական խնդիրը տնտեսությունն է, որովհետև Հայաստանում կա կես միլիոն մարդ աղքատության շրջանում։ Մեր երկրի հիմնական խնդիրը տնտեսությունն է։ Մեր երկրի այս պահին հիմնական խնդիրը տնտեսությունն է։ Բայց տնտեսությունը կայուն վիճակում զարգանում է։ Օրինակ, ինչպես եք տեսնում, որ կայուն վիճակում զարգանում է, երբ որ մենք ունենք 14 միլիարդի արդեն բարգ։ Երբ մեր արդյունաբերությունը Սամվել Կարապետյանն է դասում։ Ասեմ, բացատրեմ։ Հարցրել եք նրան։ 14 նա ներկայացնում էր մեր երկիրը, մեր հայրենիքը։ Եվ ասում է, որ օտարերկրյա ներդրողներին զարգացման վիճակում նա ներկայացնում էր Եվրասիական տարածաշրջանում ամենազարգացող երկիրն է։ Հիմա դուք ասում եք, չէ, այդպես չի։ Դուք համաձայն չեք Սամվել Կարապետյանը։ Պատասխանեմ, երբ որ մենք հյուրեր ենք ունենում արտերկրից, անգամ հիմա, երբ որ մենք ունենք ընդդիմադիր հայացքներ, խոր ընդդիմադիր անհամաձայնություն, մենք արտերկրի մեր հյուրերին, տնտեսության առումով Հայաստանի, ամենայն դեպս այս ամբողջ process-ի անգամ ժամանակ տալիս ենք դրական իմպուլսներ։ Այն ժամանակ էլ Սամվել Կարապետյանը տեսնելով խնդիրները, նա տվել է, քանի որ ներդրողների առաջ օտարերկրյա քո երկիրը պետք է գովաս որ գան։ Նարեկ Կարապետյանի խոսքով Հայաստանում ամենախոշոր ներդրողներից մեկը Սամվել Կարապետյանն է, ում համար Հայաստանի շահերը միշտ առաջնային են եղել։ Նա հիշեցրել է այս տարվա հունիսյան իրադարձությունները, երբ Սամվել Կարապետյանը դեմ դուրս եկավ իշխանությանը եկեղեցուն պաշտպանելու նպատակով, ինչին հաջորդեցին հեծի շուրջ հայտնի զարգացումները։ Հայաստանի առաջին ներդրողն է Սամվել Կարապետյանը, վերջին 5 տարին անընդմեջ ամենամեծ գործատուն է Հայաստանում։ Ինչպես նշեցի, Հունաստան եւ Արաբական Միացյալ Էմիրություններում էլ մեծ ներդրող է։ Ինչ վերաբերվում է Ռուսաստանում կամ այլ երկրներում նրա ներդրումները, Հայաստանը Սամվել Կարապետյանի հայրենիքն է։ Մենք բոլորս Սփյուռքում ունենք բարեկամներ, ովքեր Սփյուռքում ապրում են, բայց իրենց հայրենիքը համարում են Հայաստանի Հանրապետությունը։ Չեմ կարծում, որ աշխարհում ինչ-որ մարդ կասկածի տակ կարող է դնել այն գաղափարը, որ հայի համար ինչքան կարևոր է իր հայրենիքը։ Սամվել Կարապետյանի հայրենիքը Հայաստանն է, Հայաստանի շահերը Սամվել Կարապետյանի համար առաջնային են։ Նարեկ Կարապետյանն ընդգծել է, որ Հայաստանի քաղաքական դաշտում գերակշռում են քաղաքական թեմատիկայով խոսակցությունները, իսկ հասարակ ժողովուրդը իր խնդիրներով հանդերձ մնում է ստվերում։ Նրա խոսքով վերջին 30 տարիները ցույց են տվել, որ քաղաքական խոսույթի ավելացումը ինքնին որակ չի ապահովում։ Մեր երկրի բոլոր խոսակցությունները քաղաքական չեն պատմում մարդկանց մասին։ Մենք պետք է խոսենք մարդկանց մասին, այն մասին, թե ինչպես ենք աղքատությունից հանելու մարդկանց, եւ ոչ թե քաղաքական թեմատիկայով ամբողջ եթերը լսենք։ Բայց դրանք հետևանք են իրար։ Գիտեք, քաղաքական որոշումների որակից է կախված մարդկանց բարեկեցությունը։ Կարծում եմ 30 տարվա աշխատանքը ցույց տվեց, որ ինչքան էլ քաղաքական խոսույթը շատանա, դա որակ չի տալիս։ Այսինքն մարդ ունի աշխատատեղ չի ավելանում, հրազդանում աշխատատեղ չի ավելանում, աշխատատեղ տնտեսապես 250,000, եթե ոչ ավել, աշխատատեղ 7-8 տարվա ընթացքում, որի մեծ մասը որի մեջ եղել է պատերազմ, COVID, որի մեծ մասը եղել է ստվերը եւ 7-8 միլիարդ վարկ, որը հավասար է, որի մարումը հավասար է, եթե չլիներ մեր կենսաթոշակն 2 անգամ բարձր կլիներ։ Փետրվարին ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը կայցելի Հայաստան եւ Ադրբեջան X-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրա խոսքով այցելության նպատակը խաղաղության ջանքերը շարունակելն ու Թրամփի ուղին առաջ մղելն է։ Թրամփը նշել է, որ պատրաստվում են Հայաստանի հետ կնքել համաձայնագիր խաղաղ միջուկային համագործակցության համար, ամրապնդել ռազմավարական գործընկերությունը Ադրբեջանի հետ եւ ԱՄՆ-ում արտադրված պաշտպանական սարքավորումները վաճառել Ադրբեջանին։ Ռեգուլյար բենզինի գինը ևս իջել է, այս պահին այն 420 դրամ է, հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Հայաստանի ամենամեծ բենզալցակայանների ցանց ունեցող ընկերություններից մեկը ևս գնել է ադրբեջանական բենզին։ Նախարարի խոսքով այն շուտով կվաճառվի դարձյալ շուկայականից ցածր գնով։
Աբու Դաբիում ավարտվել է Ուկրաինայի, Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների բարձրաստիճան ներկայացուցիչների մասնակցությամբ եռակողմ փակ խորհրդակցությունների առաջին օրը, որի նպատակն է քննարկել տարածքային խնդիրների հանգուցալուծման եւ էներգետիկ ենթակառուցվածքների թիրախավորումից հրաժարվելու տարբերակները։ Չնայած Վաշինգտոնի ճնշումներին խաղաղության հասնելու համար եւ ռազմաճակատում ռուսական ուժերի նոր առաջխաղացումներին, Կիևն ու իր արևմտյան դաշնակիցները շարունակում են առաջնահերթություն համարել անվտանգության երկարաժամկետ երաշխիքների ապահովումը։ Այսօրվա հանդիպումներն արդեն եզրափակվել են եւ ինչպես նշել է նախագահ Զելենսկին, բանակցությունների վերջնական արդյունքներն ու հնարավոր փոխզիջումները պարզ կդառնան քննարկումների եզրափակիչ փուլում։ ԱՄՆ Դեթրոյթ քաղաքում տղամարդն իր Mercedes մակնիշի մեքենայով մխրճվել է օդանավակայանի մեջ։ 6 մարդ վիրավորվել է։ Նա փորձել է փախչել ոստիկանությունից եւ անվտանգության աշխատակիցներից։ Հունգարիան թույլ չի տա Եվրամիության անդամ պետություններին միության միջոցով ֆինանսական օգնություն հատկացնել Ուկրաինային, գրել է վարչապետ Վիկտոր Օրբանը սոցիալական ցանցի իր էջերում։ Նա նշել է, որ Հունգարիայի համար առաջնային է իր քաղաքացիները եւ երկիրը դեմ է թե Ուկրաինայի անդամակցությանը, թե հունգարական բյուջեից Ուկրաինային գումար տրամադրելուն։